Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ, ինչպես եք սիրելիներս, ես լավ եմ, ամեն ինչ նորմալ է։ Այսօր որոշել եմ միասին պետք է չերենկավայց անենք ամպելնի պիտունյաները։ Հիմա ձեզ ցույց եմ տալու ինչպես ենք ծերատելու կաշպոյի մեջ գտնվող մեր ամպելնի պիտունյաները եւ ինչպես ենք չերենոք դնելու սիրելիներս։ Նայեք, սա մեր մոտ գարշոչնի ամպելնի պիտունյաներն են, սիրելի հետևորդներ, եւ կտրատելու ենք sense ծայրերից, նայեք, այս տեսակի ճյուղեր պետք է ստանանք, սիրելի հետևորդներ, ու այս ճյուղերը մենք հեսա չերենոք ենք դնելու։ Այսպես իրեն կտրատում ենք ինչի համար, որ ավելի փարթամ լինեն մեր ծաղկող պիտունյաները, ճյուղերը ավելի շատ լինեն, ծաղիկները ավելի շատ լինեն, սիրելիներս։ Հիմա սա կծերատեմ եւ միասին չերենոք կդնենք, սիրելիներս, եւ ձեզ կասեմ ինչպես ենք մշակելու, ինչպես ենք պահելու մեր չերենոք դրած պիտունյաները։ Նայեք, այս տեսքը պետք է ունենա մեր պիտունյան, ամպելնի պիտունյան ծաղկամանի մեջ։ Եկեք մի հատենք ծերատենք արագի մեջ։ Նայեք, եթե այստեղ ունենք կոկոմներ, նայեք, բարձրացել են վերև, կոկոմները այստեղից ծերատում ենք։ Երբ որ ծերատում ենք, այս արանքներից արդեն փոքր տերևներ են դուրս գալի եւ նոր ճյուղեր են լինելու, ժողովուրդ։ Այսինքն մենք կնենց ենք ստեղծում, որ ինքը ավելի կլորիկ լինի, ավելի փարթամ լինի։ Սա էլ կտրատեմ, հիմա միասին չերենոք դնենք։ Նայեք, այս տեսակի բարակներն էլ ենք կտրում, բայց այս բարակը չերենոք չենք դնելու, որովհետև չի կպնելու։ Նայեք, այսինքն սիրուն տեսք պիտի ունենա մեր պիտունյան։ Հիմա չերենոք դնենք։ Եվ այսպես սիրելիներս, վերցնում ենք մի փոքր ամանով ջուր եւ մեզ մոտ կառնեվինան է։ Կարող եք լուբոյ տեսակի կառնեվինա վերցնել, սիրելի հետևորդներ։ Ինչ ենք անելու։ Վերցնում ենք մեր պիտունյայի այս չերենոկը, նայեք, այստեղից արդեն նոր ճյուղեր է դուրս տալիս։ Սա էլ ենք հեռացնում, սիրուն ցողունը կտրում ենք, նայեք, այսպես պահում ենք, թաթախում ենք ջրի մեջ, մի փոքր, մի հատ թափ ենք տալի, մտցնում ենք մի քիչ կառնեվինի մեջ, նորից թափ ենք տալի։ Եվ սա դնում ենք հողի մեջ, ժողովուրդ, մատով անցք ենք անում կամ ինչ-որ փայտիկով, երբեմն սուշի փայտիկով եմ անում, այնքան հարմար է։ Նորից, այս տերևը հեռացնում ենք, երբ որ այս տերևը հեռացնում ենք, այս տերևի արանքից նոր ճյուղ է դուրս տալու։ Դնում ենք ջրի մեջ մի փոքր, թափ ենք տալի, որպեսզի ջուրը շատ չլինի, եւ նորից այսպես դնում ենք, ժողովուրդ։ Սկզբից ջրի մեջ, հետո կառնեվինի մեջ եւ դնում ենք հողը, սիրելիներս։ Նայեք, այս հեռավորության վրա դնում ենք մեր ծաղիկները։ Երևում է մոտավորապես մի 2-ից 3 սանտիմ հեռավորության վրա։ Հետո ինչ ենք անում, ամբողջը լցնում ենք եւ հիմա ցույց կտամ ոնց ենք պահելու մեր չերենոկները։ Ամբողջ ամանը լցնում ենք, ժողովուրդ ջան, եւ փակում ենք ցելոֆանով, տեսել եք ոնց ենք մեր սերմերը փակում։ Նայեք ինչ լավ վիճակում է, սա 3 եմ դրել։ Ուրեմն ցելոֆանով լավ փակում ենք մեր 1-ից 4-ը կողմից, որպեսզի խոնավություն ստեղծենք, ջերմոցային էֆեկտ ստեղծենք եւ մեր պիտունյաները արմատակալեն հողի մեջ։ Եվ դրել եմ փոքր ջերմոցի մեջ, ոչ թե սեղանի վրա, այլ դրել եմ մի քիչ ներքևի հատվածը, սիրելիներս, որպեսզի շատ արև չլինի, չպետքա շատ արև լինի, մի քիչ պետքա հով կողմ տեղադրել։ Երբ որ կտեսնենք արդեն փարթամ կպել են, քիչ-քիչ բացում ենք պլյոնկան, օդ ենք տալի, օրվա ընթացքում, երեկոյան, առավոտյան աշխատում ենք միշտ պլյոնկայով, այսպես հերմետիկ փակ լինի։ Այսքանը, սիրելիներս, դուք էլ փորձեք, ձեզ մոտ էլ հաստատ կստացվի եւ հաջորդ դասին արդեն միասին
չերենո կդնենք գարտենզիաները, ֆիկուսը ալոյենի մեջ կփորձենք, որի մոտ շատ լավ կպել եւ աճում է։ Եվ այսքանը, սիրելիներս, լավ մնացեք, մինչ նոր հանդիպում։